Ավարտին են հասցվել Սևանի Սուրեն Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճի բեմի հիմնանորոգման աշխատանքները։ Սևան համայնքի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության արդյունավետ համագործակցության ևս մեկ տեսանելի ծրագրի արդյունքում մշակույթի պալատի դահլիճը հանդիսատեսին, հյուրերին, այցելուներին ներկայանալու է նոր շնչով և հանդերձանքով։ Այս նախաձեռնությունն իրողություն է դարձել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ կառավարում» հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում ծրագրի շրջանակում GIZ-ի կողմից Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պատվիրակմամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ։ GIZ-ը համագործակցում է տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային ոլորտի նորարարության օբսերվատորիայի հետ Հայաստանում քաղաքացիակենտրոն ծառայությունների նախագծումը խթանելու նպատակով։ Դեռևս 2024 թվականից Սևան համայնքի ներկայացուցիչները, ի թիվս 10 համայնքի ներկայացուցիչների, մասնակցել են աշխատաժողովներին, որոնց ընթացքում ծանոթացել են համապատասխան մեթոդաբանությանը, իրենց համայնքներում առկա մարտահրավերների ուղղությամբ համատեղ աշխատելու համար։ Աշխատաժողովների ընթացքում ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները օգնել են և նպաստել տեղային հարմարեցված ծառայությունների մշակման աշխատանքներին, ուղղված բնակչության կարիքներին ավելի լավ արձագանքմանը և տեղական ծառայությունների որակի բարելավմանը։ Հարմարեցված ծառայությունների մշակման աշխատանքների առաջին արդյունքը մշակույթի պալատի բեմի վերանորոգումն է, կահավորումը, տեխնիկական վերազինումը, որը նոր շունչ ու բովանդակություն է հաղորդելու Սևան համայնքի մշակութային կյանքին, միաժամանակ ավելացնելու է համայնքապահպան ծրագրերի ցանկը։ Սուրեն Բարսեղյան, Արմենուհի Ղուկասյան, Գնել Օվանեսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։